Ավետիք Իսահակյան 150 հոբելյանական տարվան ընթառաջ ազգային գրադարանը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հետ համատեղ միջթանգարանային եւ միջմշակութային համագործակցության շրջանակներում կազմակերպել է Վարպետը ազգայնում 150 ցուցանմուշ խորագրով միջոցառում ցուցադրությունը։ Ցուցադրության շրջանակներում մենք ներկայացրել ենք Վարպետի տուն-թանգարանից բերված անձնական գրադարանից գրքեր հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անձնական իրեր, թղթահատ, թանաքամանի համալիր, գրիչ եւ այլն։ Ցուցադրության մաս է կազմում նաեւ Հայաստանի ազգային գրադարանի անձեռնմխելի հավաքածուներից դուրս բերված ընծայագրերով եւ ինքնագրերով գրքերը։ Ներկայացված է առաջին հրատարակություններից միջև մեր օրեր, միջև ակադեմիական հրատարակություններ։ Ցուցադրության մաս է կազմում բանաստեղծի թարգմանած, կազմած, խմբագրած գրքերը, ինչպես նաև երաժշտագիտական գրականություն ենք ներկայացնում Իսահակյանի Լիլիթի բրայլյան գրատիպը եւ նաև մամուլից հոդվածներ Վարպետի հեղինակությամբ եւ Վարպետի մասին։ Այսինքն այստեղ 150 Այո, հենց խորհուրդը դա է, որ 150 ցուցանմուշ, 100 ցուցանմուշ ազգային գրադարանից եւ 50-ը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանից։ Իսահակյանի 150-ամյակին նվիրված էլ ինչ միջոցառումներ են նախատեսված ազգային գրադարանում։ Իսահակյանի 150-ամյակին ընթառաջ կազմակերպվել է ազգային գրադարանում ընթերցումներ, իսահակյանական ընթերցումներ եւ ցուցադրության դիտումից հետո մեր հյուրերը, մեր այցելուները արդեն կարող են տեսնել Վարպետի ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը։ Գլխավոր կենտրոնական ցուցափեղկում ներկայացված է Վարպետի տուն-թանգարանից անձնական գրադարանից բերված գրքերը, ինչպես նաև անձնական իրերը, թղթահատիչը, թանաքամանի հուշահամալիրը, ինչպես նաև գրիչը։ Ինձանից ձախ ներկայացնում ենք առաջին հրատարակությունները։ Մենք գիտենք, որ Իսահակյանի առաջին բանաստեղծությունը Ծաղիկ էի նորաբողբոջ առաջին անգամ 17 տարեկանում է տպագրվել Տարազում, Թիֆլիսում տպագրվել է Տարազ ամսագրում 1892 թվականին։ Այս ցուցափեղկում ներկայացնում ենք առաջին ժողովածուն երգեր-վերգեր։ Առաջին անգամ տպագրվել է 1897 թվականին Ալեքսանդրապոլում, հետո արդեն Բաքվում եւ այնուհետեւ Թիֆլիսում ժամանակագրական կարգով ներկայացնում ենք Իսահակյանի ստեղծագործությունները, ակադեմիական հրատարակություններն են ներկայացված։ Հաջորդ ցուցափեղկում մենք ներկայացնում ենք արդեն Իսահակյանի թարգմանած գրքերը, ինչպես նաև Իսահակյանի ստեղծագործությունների թարգմանությունները։ Մեկ տասնյակից ավել լեզուներով Իսահակյանի ստեղծագործությունները թարգմանվել են։ Այս ցուցափեղկում ներկայացնում ենք հուշագրությունները, մենագրությունները, նամականին, մատենագիտական ցանկերը, ինչպես նաև Վարպետի մասին որոշ ստեղծագործություններ։ Այստեղ ներկայացված են ազգային գրադարանի անձեռնմխելի բաժնից ցուցանմուշներ, կասեք այդ բաժնի առանձնահատկությունը որն է, թեև արդեն անունը հուշում է, եւ ինչքան հաճախ եք, այդտեղի ցուցանմուշները ցուցադրում կամ ինչ առիթներով։ Սկսեմ երկրորդ հարցից, շատ հազվադեպ ենք ցուցադրում, որտեղ բառը հենց ինքը ասում է անձեռնմխելի, հազվագյուտ բացառիկ բաներ են, կոնկրետ հենց Իսահակյանի ինքնագրերն ու ծայագրերն են, եւ այս գրքերը, որոնք հիմա դուք տեսնում եք ցուցափեղկում, Վենետիկի Սուրբ Ղազարում տպագրված ունենք, Լայպցիգում, Ֆիլադելֆիայում, Եվրոպայում տպագրված գրքերն են հիմնականում։ Ներկայացված է Ավետիք Իսահակյանի Լիլիթ ստեղծագործության բրայլյան գրատիպը, ասեմ, որ վերջերս էլ նորից ցուցադրություն կազմակերպվեց ազգային գրադարանում, մենք ներկայացրեցինք բրայլյան գրքեր, շատ բրայլյան գրքեր։ Եվ այսօր մենք ունենք Վարպետը գրաազգայնում խորագրով հանդիպում։ Ասեմ, որ միտքը ծագել է Չարենցից սկսվեց, երբ համատեղ սկսեցինք թանգարանների հետ անել միջոցառումներ, Չարենցը ազգայնում հերթական գնում ենք
Իսահակյանը ազգայինում, կլինի Մաթևոսյանը ազգայինում եւ կարող են լինել նաեւ գրողներ, որոնք իրենց կյանքի ժամանակահատվածում ապրել են ավելի վաղ, քան ստեղծվել է ազգային գրադարանը, բայց քանի որ ազգային գրադարանը այն կառույցն է, որտեղ ժառանգությունը ստեղծագործական բոլոր գրողների արկա է, ես կարծում եմ, որ հանգիստ կարող ենք եւ Սիամանթոն ազգայինում ունենալ, եւ Մեծարենց ունենալ ազգայինում, այսինքն բոլոր առումներով ազգային այն տունն է, որտեղ բոլորը իրենց ուրույն տեղ ունեն։ Այսօր շատ կարևոր է մեզ համար հատկապես Իսահակյանին, վարպետին մեզ մոտ հյուրընկալել, ինչու, որովհետև 1952 թվականից վարպետը եղել է նաև ազգային գրադարանի գիտխորհրդի անդամ եւ անմիջականորեն մասնակից է եղել ազգային գրադարանի գիտական աշխատանքներին։ Ուզում եմ ասեմ, որ սա ինչպես Իսահակյանի թանգարանը կամ գրողների միությունը, այսպես եւ մեր ազգային գրադարանը Իսահակյանի հարազատ տունն է, որովհետեւ պատկերացրեք, հավատացեք ինձ, որ թվում է, թե Իսահակյանը, որ նա պետք է ասել իմ գիրքը հասկանում եք ինչն է, բայց նա ասել է իմ գիրքը կինն է, բայց տենց բոլորի մտքով չէ, բայց նա ասել է իմ գիրքը գիրքն է։ Եվ պատկերացեք ինքն է եւ Թումանյանը երկու հարստություն են ունեցել իրենց գրադարանները։ Երբ Թումանյանի այրու հուշերը, աղջիկների հուշերը պատմում ես, որ մի անգամ Թումանյանը գնացել է ուրեմն կանչել է հյուրերին, եկել են Բերնատան իր անգերները, բաները, ինքն էլ ասել է գնամ ասեցին, որ այս նոր այս տարվա հանած խաղողից, քաշած խաղողից լավ թարմ գինի պետք է բերեմ, տղաներն է գալու են, ոսկով շուկա եմ գնում, հեսա կգամ։ Հավաքվում են Աղայանը, Թումանյանը, Աղբալյանը, Շանթը, Ղազարոս Աղայանն, Մահապետն էր։ Սպասում են Թումանյանին, Թումանյանը չկա բավական ուշացումով գալիս է, նայում են վերից, այն ժամանակ մեքենա չկար, կառքեր էին։ Կառքից կապոցներ են հանում, ասում է, այս ինչեր է առել, այս ինչ բան բանն եկել, բարձրացնում են աղջիկներից, բարձրացնում են վերես նրանք ժողովուրդ անում է, Հովհաննեսը ասում է, շատ մի ուրախացեք, ճանապին մտա մի հատ խանութ կար, որտեղ Պետերբուրգից ուղին գրքեր էր ստանում Թիֆլիսում, հիմա վիճակում չմտածեք, թե Թիֆլիսը այն ժամանակ էլ աղել կապը և Եվրոպայի, և Ռուսաստանի, Պետերբուրգը, և ինձ ասում է գրախանութի տնօրենն ասեց, ասում է, պարոն Թումանյան, նոր ահագին գրքեր եմ ստացել, ցեցի նայել, այս հավաքեցի առած մեր շուկա չգնացի, բոլոր փողներ ծախսեցի։ Գիրքը դա մեծ պատուհան աշխարհի առաջ բացած, մենք շատ երկրներ, գիտություններ, ճյուղեր գիտության, գաղտնիքներ և աշխարհի մասին, քաղաքականության, պատմության, մարդը չի կարող նստաստանը այս ամեն ինչի իմանա, կամ հեռուստատեսությունից, կամ միայն ռադիո, իհարկե չի կարող։ Եվ ամենամեծ ընկերը մարդու դա գիրքն է, որ չէ որ Թումանյանը ասում է, մի հարստություն ունեմ իմ շուրջը, և այդ հարստությունը փողից շատ ավելի բարձր է, որտեղ փողը վերջին օրշով ասում են կեղտ է, ձեռքի կեղտ է, և փողը ծախսվում գնում է, իսկ գիտության բերած, գրքի բերած գիտելիքը մնում է։ Ես ձեզ ասեմ, քանի որ մենք ազգային գրադարանում ենք, ես ասեմ, որ ես վախենում եմ այն մարդկանցից, որոնք գիրք չեն կարդում։